Adobe Illustrator 24 թվականի տարբերակում ավելացվել է Search և Filter վահանակը, որը մինչև այդ գտնվում էր բետա տարբերակում և այժմ նա ընդունել է վերջնական տեսք։ Եթե մենք սեղմում ենք այս ֆիլտրի վրա, մենք կարող ենք այստեղ ֆիլտրել մեր շերտերը ըստ օբյեկտների, դուք այժմ տեսնում եք, թե ինչպիսի օբյեկտներ մենք կարող ենք ընտրել, որպեսզի այն ֆիլտրվի, օրինակ կարող ենք սեղմել տեքստի վրա և մենք միայն կֆիլտրենք տեքստերը։ Եվ կարող ենք ֆիլտրել ըստ շերտերի, օրինակ մենք ուզում ենք ֆիլտրել ըստ փակված շերտերի, որպեսզի տեսնենք միայն այդ փակված շերտերը։ Ընդ որում, եթե մենք ընտրենք տեքստ, մենք կտեսնենք այն տեքստ շերտը, որը կոպված է, այսինքն լոկ արած է։ Նաև այստեղ ավելացվել են գայդերը, որը ընտրելուց հետո, եթե մենք այժմ հանենք լոկ արածները, դուք կտեսնեք, որ նաև մենք ֆիլտրեցինք գայդերի շերտերը։ Եթե մենք սեղմենք այս որոնման վրա, ապա մենք կբացենք մեր բոլոր շերտերը։ Դա մեզ թույլ է տալիս ամեն անգամ չվերադառնալ, այսինքն clear all հրամանը մենք կարող ենք իրականացնել, եթե սեղմենք այս ոսպնյակի այքոնի վրա, որը հայտնվում է ամեն մի շերտի կողքը։ Բացի դրանից, եկեք սեղմենք մաքրենք, մենք այստեղ ունենք search պատուհանը, որտեղ արդեն մենք կարող ենք ման գանք մեր շերտերը ըստ նրանց անվանումների և ֆիլտրենք համապատասխան նրանց անվանումների։ Օրինակ, եթե մենք գրենք image, ապա դուք կտեսնեք, որ ֆիլտրվեցին այստեղ միայն իմեջները։ Այս վահանակը, ֆայլերի փնտրման և ֆիլտրման վահանակը, իր վերջնական տեսքն է ստացել Adobe Illustrator-ի 24 թվականում։